Բարի երեկո, ժամը 20-ն է, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, նախորդ թեմաները։ Ոչ մի նախադրյալ չեն տեսնում, որ կաթողիկոսը պետք է հեռանա։ Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos-ը պնդում է, կաթողիկոսը հրաժարական չի տալու։ Կաթողիկոսի ցանկացած նման որոշում, որի ինքը պետք է հեռանա, դա ավելին չի լինի, քան դասալքությունը։ Բանտարկված arczepiskopos-ները կաթողիկոսին կոչ են անում պաշտոնանկ անել անհնազանդ առաջնորդներին։ ԵԱՀԿ-ն հայտնել է Ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող Մինսկի խմբի լուծարման մասին։ Խաչատուր Սուքիասյանն ու Հրաչյա Հակոբյանը չեն ընդգրկվի քաղաքացիական պայմանագրի նախընտրական ցուցակում։ Մասնագետներն օդի աղտոտվածության խիստ վտանգավոր աստիճան են տեսնում Երևանում։ Ռոմի Պապը Ստամբուլում այցելել է հայկական եկեղեցի, ապա մեկնել Լիբանան։ Եկեղեցու շուրջ զարգացումներից սկսենք կաթողիկոսին հրաժարական տալ առաջարկող բարձրաստիճան հոգևորականներին այսօր պատասխանել է Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos-ը։ Գարեգին երկրորդի հեռանալու սցենար էջմիածնում չեն էլ քննարկում։ Ինքը Արշակ arczepiskopos-ը իշխանություն եկեղեցի այս առճակատման առանցքային դերակատարներից դարձավ, երբ հրապարակվեց նրան վերագրվող ինտիմ տեսանյութ։ Հարկ Աստծո, ես իմ կյանքում չունեմ արած բաներ, որոնց համար ես ամաչ եմ։ Իհարկե դա չի նշանակում, որ ես անմեղ եմ։ Ես ասել եմ, որ ես բազմաթիվ մեղքեր եմ գործել։ Թե ինչ մեղքեր է գործել Արշակ Սրբազանը, Մայրաթորի դիվանապետն այսօր չհստակեցրեց, բայց դրանց մեջ ըստ նրա չկա այն մեկը, որ փորձում են իրեն վերագրել՝ սրբապղծություն եւ ընտանիքի անդամի հետ ինտիմ կապի առկայություն։ Վերջին շրջանում իշխանությունների քննադատության թիրախում եւ սեռական սկանդալի կիզակետում հայտնված arczepiskopos Արշակ Սրբազանն այսօր ավելի քան 2 ժամ տևած ասուլիսում պնդեց՝ վեհափառը չի հեռանալու, այդ Փաշինյանն է, որ պետք է հեռանա եւ որ վարչապետին չի հաջողվելու եկեղեցին կառավարելի դարձնել իր համար։ Իհարկե դրանք կեղծիք են եւ սուտ են։ Արշակ Սրբազանը Մայրաթորում հրավիրած ասուլիսում ազատության հարցին ի պատասխան վստահեցրեց՝ համացանցում տարածված հայտնի տեսանյութում ինքը չէ, ինչպես Մայրաթորի դիվանապետը ձևակերպեց, ինչ որ մեկը իր ընտանեկան արխիվից տեսանյութեր է հրապարակել եւ վերագրել իրեն։ Հետեւաբար, եթե ինքը չէ, ուրեմն իր անձնական կյանքի գաղտնիությունն էլ խախտված չէ։ Իմ անձնական կյանքի գաղտնիքը խախտված չէ։ Խախտված չէ նաև իմ ընտանիքի անդամներից որևէ մեկի անձնական կյանքի գաղտնիության իրավունքը։ Դուք պետք է գտնեք այն անձին, ով հորինել է այս տեսագրությունը եւ ով տարածել է։ Այսինքն այդ կադրերին դուք չեք պնդում։ Իհարկե ես չեմ։ Արշակ Սրբազանը տհաճությամբ, բայց հաստատեց, հայտնի տեսանյութի գործով իր քեռակնոջը նույնպես կանչել են քննչական կոմիտե եւ նա նույնպես պնդել է, որ այդ տեսանյութում ինքը չէ։ Այո, կանչվել է եւ նույնը իր դիրքորոշումն է։ Իմ ընտանիքի բոլոր անդամները իհարկե շատ տհաճ անախորժ իրավիճակի մեջ են հայտնվել մեր համերաշխություն քարոզող իշխանությունների թեթև ձեռքով, բայց իրենք էլ իհարկե միանշանակորեն դաժոխտում են։ Եվ չի կարող այդպիսի բան եղած լինել։ Չի կարող այդ Արշակ arczepiskopos Խաչատրյանը վստահեցրեց, թե անգամ պատշաճ չի համարել նայել այդ տեսանյութերը։ Դրանց մասին տեղեկացել է մամուլի հրապարակումներից, ինչպես բացատրեց, տեսագրություններով չէ, որ պետք է իմանա իր կյանքի մասին։ Ես ինքը շատ լավ գիտեմ, ես ով եմ, ինչ եմ արել, ինչ չեմ արել, ոնց որ դուք։ Ես ինչ որ բաներ նայեմ, որպեսզի իմ կենսագրությունից ինչ որ դրվագներ իմանամ։ Ինչ վերաբերում է քննչական կոմիտեի պնդմանը, թե Արշակ Սրբազանին վերագրվող ինտիմ տեսանյութերը իրական են, ապա Սրբազանը տարօրինակ է համարում, թե ինչպես մեկ օրում կոմիտեն պարզեց, որ դա իրական է եւ արագ եզրակացությունը փոխանցեց Մայրաթորի եպիսկոպոսներից մեկին։ Արդյոք մինչև ինտիմ տեսաձայնագրության հրապարակումը Արշակ Սրբազանին շանտաժի ենթարկելու փորձ եղել է, որպեսզի նա դադարեցնի վարչապետի հասցեին քննադատությունը։ Մայրաթորի դիվանապետը պնդեց, եղել են ակնարկներ որոշակի գործողություններ իրականացնելու մասով, իսկ ակնարկողները եղել են ԱԱԾ-ից։
Իշխանության թիրախում հայտնված arczepiskopոսն այսօր հաստատեց մամուլում ավելի վաղ հայտնված տեղեկություններն այն մասին, որ իշխանությանը քննադատելու պատճառով 2 անգամ հանդիպել է ԱԱԾ տարբեր պաշտոնյաների հետ։ Այդ պաշտոնյաների անունները Արշակ Խաչատրյանը չցանկացավ նշել, միայն ասաց, թե նրանցից ոմանք այսօր չեն պաշտոնավարում, մյուս մասն էլ դեռ համակարգում է։ Ես չեմ կանչվել։ Ըստ էության ծանոթագիրներ չեն ուղարկվել։ Պարզապես եղել է հրավեր հանդիպումների եւ մենք հանդիպել ենք։ Իհարկե հանդիպումների ընթացքում իրենք հնարավորություն են ունեցել իրենց դիրքորոշումները արտահայտել, ես իմ դիրքորոշումներն եմ արտահայտել։ Իհարկե տարբեր տեսակի պնդումներ են եղել, համոզումներ են եղել։ Իհարկե ակնարկներ եղել են որոշակի գործողություններ իրականացնելու, թող աստվածների մեծամտության համար, եթե այդպես կընկալվի, որ ես այն անձը չեմ, որի նկատմամբ սպառնալիքներով, վախի ներշչմամբ, ահաբեկչությամբ հնարավոր է հասնել այնպիսի գործողությունների, որոնք չեն բխում իմ համոզումներից։ Վարչապետ Փաշինյանը, որ մեղադրում է Գարեգին II-ին եւ Արշակ Սրբազանին կուսակրոնության ուխտը խախտելու մեջ, պահանջում է, որ նրանք ազատեն Բեհարանը։ Կաթողիկոսի հեռացման պահանջին օրերս միացան նաեւ կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանդիպած 8 եպիսկոպոսները։ Երեկ արդեն 10 բարձրաստիճան հոգևորականներ վարչապետի ընտանիքին պատկանող հայկական ժամանակում հայտարարություն տարածեցին շեշտելով, թե Գարեգին II-ը մեջբերում եմ պետք է կամովին հանգստյան կոչվի եւ այդ կերպ հնարավոր կլինի նոր ընտրություններ կազմակերպել։ Մայրաթորի դիվանապետը սակայն այսօր վերահաստատեց, կաթողիկոսը չի հեռանալու։ Կաթողիկոսը ոչ մի հնարավորություն չունի հեռանալու։ Ոչ մի նախադրյալ չեմ տեսնում, որ կաթողիկոսը պետք է հեռանա։ Կաթողիկոսը չի կարող հեռանալ միայն այն պատճառով, որ ինչ որ շրջանակներ, այդ թվում նաև կասկածելի շրջանակներ, որոնց եկեղեցու պատկանելությունը խիստ տարակուսելու է, այդպիսի օրակարգ են առաջ մղել։ Չի կարող հեռանալ նաև այն դեպքում, եթե այդպիսի պահանջ են դրել եպիսկոպոսներ, 10 եպիսկոպոսներ։ Կաթողիկոսին ընտրում է ազգային եկեղեցական ժողովը։ Եվ ազգային եկեղեցական ժողովի որոշումից դուրս կաթողիկոսի ցանկացած նման որոշում, որի ինքը պետք է հեռանա, դա ավելին չի լինի, քան դասալքությունը։ Կաթողիկոսը չի կարող հեռանալ, եւ կաթողիկոսը ինքը բազմաթիվ անգամներ այդ մասին նշել է, եւ ես վստահ եմ, որ կաթողիկոսի կողմից այդպիսի որոշում չի կայացվի, չի կարող կայացվել։ Պատասխանելով ազատության հարցին, թե արդյոք հնարավոր է, որ Արշակ Սրբազանը դադարեցնի իր հոգևոր ծառայությունը, լարվածությունը թոթափելու համար, այդպիսի պահանջ նաև եկեղեցական հանձնախմբի անդամներն էին ներկայացրել։ Սրբազանը պնդեց, ինքն այս պահին մտադիր չէ թողնել հոգևոր ծառայությունը, բայց եւ չբացառեց, որ կարող է մի կոնկրետ պահի նման որոշում կայացնել։ Երբ որ ես գնահատեմ, որ դա եկեղեցու շահերի տեսանկյունից արդյունավետ է, օգտակար է, ես ցանկացած քայլ պատրաստ եմ անել։ Ոչ միայն պաշտոնավարությունս դադարեցնելու, այլ ընդհանրապես կարգս թողնելու։ Բայց ես չեմ պատրաստում անել մի գործողություն, որը ենթադրել կտա, որ այն ինչ որ ինձ վերագրվում է, դա ճիշտ է։ Ինչ վերաբերում է Փաշինյանի շարժմանը միացած 10 եպիսկոպոսներին, ապա Արշակ Սրբազանին չի հետաքրքրում, թե նրանց ինչն է ստիպել դիմել այդ քայլին։ Տեղյակ չէ, նրանց սպառնալիքներն են ստիպել, թե անզսպելի սիրո զգացումը Փաշինյանի նկատմամբ։ Ինչ էլ լինի, Արշակ Սրբազանի խոսքով չի կարող արդարացնել նրանց դավաճանական քայլը, քանի որ ըստ նրա այդ 10 եպիսկոպոսները դավաճանել են ոչ միայն Աստծուն, եկեղեցուն, այլև իրենց անցյալն ու սեփական կենսագրությունը։ Այն անձինք, ովքեր գործակցության հայտ են ներկայացնում այսօրվա իշխանության հետ, նրանք կիսում են նրանց քայքայիչ պետականաքանդ գործունեության պատասխանատվությունը։ Իդեպ Մայրաթորն այսօր հայտնեց, որ ստեղծված իրավիճակը քննարկելու համար դեկտեմբերի 10-ից 12-ը հրավիրում է եպիսկոպոսների ժողով։ Կալանավորված Միքայել եւ Բագրատ arczepiskopոսներն իրենց հերթին նենք դավաճանություն են որակում կաթողիկոսի հրաժարականի մասին բարձրաստիճան 10 հոգևորականների հայտարարությունը։ Նրանք վեհափառին կոչ են անում դադարեցնել, ինչպես հոգևորականներն են ձևակերպել, անհնազանդ առաջնորդների պաշտոնավարումը։ Միքայել Աջապահյանն ու Բագրատ Գալստանյանը կաթողիկոսին առաջարկում են անմիջապես նոր առաջնորդներ նշանակել այդ թեմերում։
Կաթողիկոսի հրաժարականի կոչին է միացել նաև Արցախի թեմի առաջնորդը, նա նաև վարչապետի հետ հանդիպմաններ գնացել ու արժանացել արցախցիների քննադատությանը։ Արցախի թեմի առաջնորդ Վրդանես եպիսկոպոս Աբրահամյանն իր հայտարարությամբ ոչ թե մեղմեց արցախցիների զայրույթը, այլ ավելի բորբոքեց։ Ազատությանն ասաց թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը։ Ինքը ներողություն չի խնդրել, որը ել ավելի է մեր ռոթ արդարացի վրթում։ Ոնց որ ասել եմ, էլի մեկնաբանությամբ է տայել։ Վարչապետ Փաշինյանի հետ հանդիպումից հետո թեմական խորհրդի անդամները հորդորել էին, որ հոգևոր առաջնորդը հայտարարություն անի ու ներողություն խնդրի իր բռնագաղթյալ ժողովրդից։ Հայտարարությունն արեց, բայց ներողություն չխնդրեց։ Վրդանես Սրբազանը պարզաբանեց, թե Փաշինյանին հանդիպել է որպես Մայրաթորի եպիսկոպոսած հանձնախմբի անդամ, եւ այդ հանդիպումն առնչություն չունի Արցախի խնդրի ու արցախցիներին հուզող հարցերի հետ։ Եղել եմ կամ եւ միշտ լինելու եմ իմ հոտի կողքին, իր ոտնահարված իրավունքների համար տարվող պայքարում։ Ես հավատարիմ եմ իմ առաջնորդական ուխտին Արցախայության հանդեպ եւ հավատում եմ, որ ամենազոր Աստծո ողորմածությամբ մեր հայրենակիցների միասնական անկոտրում կամքով Արցախի պետական հասարակական իմաստուն այրերի համախոհությամբ կիրականացնենք մեր բաղձալի երազանքները։ Վրդանես Սրբազանն էլ էր այն 8 եպիսկոպոսների խմբում, որ նոյեմբերի 28-ին կառավարությունում հանդիպեցին Նիկոլ Փաշինյանին։ Ինչպես է Արցախի թեմի առաջնորդը սեղմում Արցախի էջոփակած Փաշինյանի ձեռքը։ Սոցիալական ցանցերում զայրացած գրում էին մարդիկ, որ անակնկալի էին եկել Արցախի հոգևոր առաջնորդին այդ խմբում տեսնելով։ Արցախի թեմական խորհուրդը չի կիսում թեմի առաջնորդ Վրդանես եպիսկոպոս Աբրահամյանի կեցվածքն ու դիրքորոշումը։ Իր տեսակետը կրկնեց թեմական խորհրդի ատենապետը։ Ես որ ոնց որ իմ բանում ասել եմ, կա քննարկումներ, կա բան առաջիկայում, ինչ որ դուք դիրքորոշումների մասին կարծիքների նկատի կունենաք։ Իսկ Արցախի առաջնորդարանում կան մարդիկ, որ Վրդանես եպիսկոպոսի կողմից են։ Լեռնիկ Հովհաննիսյանը հրաժարվեց հարցին ուղիղ պատասխանել, ասաց խորհրդի անդամների հետ, որ սփռված են տարբեր երկրներում, քննարկումները շարունակվում են, առաջիկայում հայտարարություն էլ կլինի։ Ես թեմի անունից թեմը շատ մեծազգալի ես չեմ կարող այդպես ասել, բայց ամենայն դեպս դա կդառնա, որ ես բան եմ քննարկումների, ասենք, բովանդակությունը եւ բանը հանում եմ դուրս, որը բնականաբար որպես ատենապետ չեմ կարող։ Ուրեմն տարբեր ձևերով, տարբեր բաներ, բայց իմ դիրքորոշումը ես հայտնել եմ եւ իմ դիրքորոշման մասին դուք տեղյակ եք։ Արցախի թեմական խորհրդում էլ անակնկալ է եղել Վրդանես Սրբազանի քայլը։ Հնարավոր է թեմական խորհուրդը հոգևոր առաջնորդին փոխելու հարց առաջ քաշի։ Ատենապետն Ազատությանն ասաց, դա հայ առաքելական եկեղեցու ներքին հարցն է։ Ես նորից ասում, զարմանում եմ բոլոր ղարաբաղցիներից, սկսած ամենահասարակ քաղաքացուց դուրս եկած ամենավերջի պաշտոնյայով։ Այսօր Վրդանես Սրբազանի արարքը, եթե մունք ներմնք, եթե մունք ասես անհետևանք թողնում ես ամեն ինչը, ուրեմն ես ասելիք չունիմ։ Հրաժարականի ու ներողություն խնդրելու պահանջով նախորդին արցախցի փաստաբան Ռոման Երիցյանն էր ակցիա կազմակերպել առաջնորդարանի մոտ։ Փաշինյանին հանդիպած հոգևոր առաջնորդը ոչ նրանց ընդունեց, ոչ էլ զանգերին պատասխանեց։ Ակցիային մեծ թվով մարդիկ էլ չէին մասնակցել։ Սա բարկացրել էր արցախցի փաստաբանին։ Facebook-ում գրում, անիծում, քննադատում են, բայց բացատրություն պահանջելու համար քայլ չեն անում, զայրանում էր փաստաբանը։ Ձեր հոգևոր առաջնորդը, մեր բոլորիս արցախցիների հոգևոր առաջնորդը քինամա Ձերք սեղմում, քինամա խոնարվում եմ մարդու արչև, ու վեր Արցախը հանձնալա, ու վեր, չգիտեմ, Արցախը համարում է Ադրբեջան, ու վեր թքացոն է մեր գերիների իրա, ու վեր Արցախի էջը համարում է փակված, ու վեր Միսկի խումբա լուծարում, ու վեր եկեղեցու նկատմամբ արշավա սկսում այն ժամանակ, երբ որ կաթողիկոսը միջեկեղեցական համաժողովում Շվեյցարիա պիտցնում է Արցախի վերադարձի եւ գերիների հարցը, այդ մարդուն է քինամա ձերք սեղմում, ու սասուսն քրալ նստալ, ասում եք նորմալ է։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կարծիքով պետք է հոգևոր առաջնորդին փոխելու հարց բարձրացնի թեմական խորհուրդը։ Գեգամ Ստեփանյանին վիրավորել է այն, որ Արցախի թեմի առաջնորդը միացել է կաթողիկոսի դեմ պայքարին։ Ի վերջո պետք է հասկանալ, որ խնդիրը միայն հանդիպումը չի, խնդիրը նաև եկեղեցու դեմ դուրս գալն է։ Այսինքն արցախցիները նույն հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են, որոնց համար հոգևոր կենտրոնը Մայրաթորն է, եւ այդ քայլը նաև շատ ծանր է դիտվում արցախցիների շրջանում, այն առումով, որ փաստորեն 10 եպիսկոպոսների, որոնք դուրս են եկել Մայրաթորի դեմ կամ ամենայն հայոց կաթողիկոսի դեմ, ըստ էության նրանց մեջ է նաև Արցախի թեմի առաջնորդը։ Արդյոք Վրդանես Սրբազանը կշարունակի ղեկավարել Արցախի թեմը։ Նա հայտարարությունում հեռանալու մասին ոչ մի ակնարկ չի արել։ Վրդանես եպիսկոպոսին լսել չհաջողվեց, նա մեր զանգերին չպատասխանեց։
Այլ թեմաներ գործունեությունն է դադարեցրել Մինսկի խումբը ԵԱՀԿ դիմումն ուղարկել էին Հայաստանն ու Ադրբեջանը տասնամյակներով Արցախյան կարգավորմամբ զբաղվող Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի համանախագահությամբ այս կառույցի լուծարման պահանջը Ադրբեջանն էր դրել որպես խաղաղության պայմանագրի նախաստորագրման պայման։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը Բրյուսելում հայտարարել է, թե Բաքվի ցանկությունն է, որ Եվրամիությունը մասնակցի Զանգեզուրի միջանցքի շահագործմանը։ Ադրբեջանցի պաշտոնյան ասել է, որ այդ միջանցքով տարեկան 15 միլիոն տոննա բեռ է փոխադրվելու, հավաստիացնելով, որ ադրբեջանական հատվածի շինարարությունն ավարտվելու է եկող տարի։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ վաղը Բրյուսելում տեղի է ունենալու Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի հանդիպումը։ Միրզոյանը կմասնակցի նաև Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումին։ Հանցաչափած հաղորդվեց, որ սահմանագծման հարցով Ադրբեջանում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերը։ Ինչպես հայտնի է, սահմանագծումը շարունակվելու է ոչ թե Հայաստանի օկուպացված տարածքներից, օրինակ Վարդենիսից կամ Ջերմուկից, այլ այս անգամ հայ-վրաց-ադրբեջանական սահմանն են գծելու։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությունը մնացել է անփոփոխ։ Շարունակվելու է հյուսիսից Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի սահմանների հատման կետից եւ այնուհետեւ հարավային ուղղությամբ հյուսիսից հարավ միջև Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը Իրանի հետ։ Ներկայացնելով անցած շաբաթավերջին երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների հանդիպման մանրամասները, ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։ Սկզբունքը շարունակում է մնալ նույնը, ինչպես այս տարվա հունվարի որոշվել էր, դա անփոփոխ է մնացել, բայց բնականաբար հնարավոր է, որ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով գործնական անհրաժեշտություն առաջանա եւ այդ մասով, եթե հիշում եք, սեպտեմբերին տեղի ունեցավ նաեւ հանդիպում սահմանազատման հանձնաժողովների ղեկավարների միջև Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքներում եւ նրանք ուսումնասիրեցին այդ հատվածները, որտեղով հնարավոր ենթակառուցվածքները պետք է անցնեն, այդտեղ գուցե անհրաժեշտություն իսկապես առաջանա շատ կարճ հատվածները սահմանազատելու, որպեսզի շինարարության եւ նախագծման եւ շինարարության համար խնդիրներ չառաջանան։ Թեև հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովներն այս տարվա սկզբին որոշել էին, թե որ հատվածներն են սահմանազատվելու, բայց Վաշինգտոնյան համաձայնություններից հետո վարչապետն ու իրավասու մյուս պաշտոնյաները բարձրաձայնեցին արտահերթ սահմանազատման մասին։ Սա ըստ հայ պաշտոնյաների անհրաժեշտ է Սյունիքում Թրամփի ուղու իրականացման համար։ Հայաստանի փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանը մոտ 2 շաբաթ առաջ խորհրդարանում անգամ հայտարարում էր. այդ համաձայնությունները լրացուցիչ խթան են գործընթացը շարունակելու համար։ Բացի դա, նաև իհարկե ավելի կոնկրետացավ խոսակցությունները այն մասին, թե ենթակառուցվածքները ինչ դիրք կունենան եւ դիրքից կախված որ հատվածները մենք պիտի սահմանազատենք, որպեսզի աշխատանքները նույնիսկ նախագծային աշխատանքները սկսելու համար աշխատանքի բազա ունենա։ Հնարավոր է, որ ինքը արտահերթ ինչ որ սահմանազատվելիք հատվածներ ունենանք, որպեսզի TRIP-ի ենթակառուցվածքային զարգացմանը նպաստենք։ Սեպտեմբերին սահմանազատման հանձնաժողովների նախագահներ Մեհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը Սյունիք եւ Զանգելան փոխադարձ այցեր էին կատարել։ Անցած ուրբաթ արդեն հանդիպեցին ադրբեջանական Գաբալայում։ Այս նիստից հետո տարածված պաշտոնական հաղորդագրությունում ոչ մի խոսք չկա արտահերթ սահմանազատման մասին։ Կողմերը միայն վերահաստատել են նախկին հյուսիսից հարավ սահմանազատելու համաձայնությունը։ Նաեւ քննարկել սահմանազատման համար անհրաժեշտ ուղեցույցերի նախագծերը։ Արդյոք սա նշանակում է, որ Սյունիքում TRIP-ի իրականացման համար արտահերթ սահմանազատում չի լինի։ Իշխանական Սարգիս Խանդանյանը պնդեց, թե մեկը մյուսի հետ կապ չունի։ Դա լրացուցիչ կամ զուգահեռ աշխատանք է։ Իսկ արդեն որոշված հատվածներում գործնականում երբ կմեկնարկեն սահմանազատման աշխատանքները։ Իշխանական падգամավորը հստակ ժամկետներ դժվարացավ ասել, բայց վստահեցրեց, այժմ էլ կոնկրետ աշխատանք իրականացվում է։ Բնականաբար կլինեն անհրաժեշտություն բացի փաստաթղթերի հետ աշխատելուց, քարտեզների հետ աշխատելուց անհրաժեշտություն կլինի նաև տեղանքում ուսումնասիրություններ եւ ճշգրտումներ անել եւ ենթադրում եմ, որ եղանակային պայմանների եւ այլ հանգամանքների բերումով որքանով որ հնարավոր լինի առաջիկա ամիսներին աշխատանքները կշարունակվեն, կոնկրետ ժամկետներ նշել այդ առումով չեմ կարող։ Սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումն արդեն կլինի Հայաստանի որևէ քաղաքում։ Օրն ու տեղը դեռ որոշված չէ։ Ազգային ժողովը կրկին մերժել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին ծանոթանալու 44-օրյա պատերազմի հանգամանքները քննած հանձնաժողովի զեկույցին։ Տոնոյանն այս որոշումը որակել է անհիմն եւ անընդունելի, հատկապես հաշվի առնելով նախկինում իր զբաղեցրած պաշտոնները։
Լրատվական կենտրոնն է եթերում, օրվա լուրերն անընդհատ թարմացվում են նաև մեր Telegram-ի ալիքում, իսկ այս թողարկման երկրորդ հատվածում դիտեք։ Խաչատուր Սուքիասյանն ու Հրաչյա Հակոբյանը չեն ընդգրկվի քաղաքացիական պայմանագրի նախընտրական ցուցակում։ Մասնագետներն օդի աղտոտվածության խիստ վտանգավոր աստիճան են տեսնում Երևանում։ Ռոմի Պապը Ստամբուլում այցելել է հայկական եկեղեցի, ապա մեկնել Լիբանան։ Գործարար Խաչատուր Սուքիասյանը չի առաջադրվել խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագրի ցուցակում ընդգրկվելու համար։ Ցուցակում չի լինի նաև պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, վարչապետի տիկնոջ եղբայրը։ Առաջադրումների վերջնաժամկետն ավարտվել է 3։ Կաշառք տալու եւ պատերազմի ժամանակ իշխանազանցության հոդվածներով նոր մեղադրանք է առաջադրվել 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին։ Յուրի Խաչատուրովի որդու նկատմամբ միջպետական հետախուզում է հայտարարվել։ 48-ամյա գեներալ-մայորն անցնում է նաև այլ գործով։ Այժմ էլ վերջին օրերի մեկ այլ քննարկվող թեմայի Երևանում օդի աղտոտվածության մասին չափիչները, մասնագիտական հաշվարկները խիստ վտանգավոր պատկեր են արձանագրում։ Քաղաքապետն ընդունում է, որ խնդիր կա, բայց ասում է անելիքն էլ է շատ։ Երևանում հակագազով թե սովորական բժշկական դիմակով տնից դուրս գանք համացանցում այսպիսի հարցեր են ուղում քաղաքապետ Ավինյանին, անգամ հակագազներով բողոքի ակցիա էր կազմակերպվել։ Քաղաքապետարանի օդի որակի մասին տեղեկացնող քարտեզից մինչև միջազգային որոշ ցուցանիշների հղում անելով մասնագետներն ու բնակիչները պնդում են, Երևանում օդն ավելի քան կեղտոտ է, իսկ փոշու ամպը գլխարկի պես նստել է քաղաքի գլխին ու չի ցրվում։ Ավինյանն էլ, Փաշինյանն էլ ընդունում են, խնդիրը կա, բայց պատճառն ըստ պաշտոնյաների տարբեր են Երևանի դիրքից մինչև մարդկային գործոններ ու եղանակային անբարենպաստ պայմաններ։ Լուծումները շատ դեպքերում նույնիսկ Երևան քաղաքի սահմաններից դուրս պետք է իրականացվեն։ Եթե երկարաժամկետ լուծումների մասին ենք խոսում, խոսքը գնում է հարյուրավոր հեկտարներով նոր անտառածածկ մշտադալար կանաչապատ տարածքների ստեղծման մասին, որոնք որ որոշակի պատնեշ կարող են ստեղծել եկող քամիների նկատմամբ։ Գևորգ Բալայանը դեռ նախորդ տարի էր Ազատությանը պատմել, որ 4 տարի առաջ բժիշկներն իր մոտ 3-րդ փուլում գտնվող հաստաղիքի քաղցկեղ էին հայտնաբերել։ Վիրահատվել է արտերկրում, օտարերկրամասնագետները չեն բացառել, որ նրա առողջության վատ թարացման վրա ազդել է նաև շրջակա միջավայրը։ Հենց այդպես էլ էպիկրիզում գրել են։ Այդ օրվանից մինչև օրս Գևորգն ու իր ընկերները տներում ու գրասենյակներում տեղադրել են օդը մաքրող եւ որակը ստուգող սարքեր։ Ցուցանիշներն ասում են միշտ են մտահոգիչ, հիմնականում ամռանն ու ձմռանը։ Երբ որ օդը մաքրում եմ, կանաչում է ամեն ինչ, հետո պատերգամբի դուռը բացում եմ 2 րոպե ընդամենը 2 րոպե, տան օդը ամբողջությամբ կեղտոտվում է։ Գևորգի հետ այս հարցազրույցից 1 տարի է անցել, բայց հատկապես Երևանում օդի որակը ոչ թե բարելավվել, այլ հակառակը ավելի է վատ թարացել։ Պատասխանատու մարմիններն օդի աղտոտվածության տարբեր պատճառներ են նշում՝ տերևների ու չոր խոտերի այրումից մինչև մեքենաների արտանետումներ, շինհրապարակների ոչ պատշաճ կահավորում, ավազի բաց հանքերից Երևան հասնող փոշի եւ այլն։ Ընդգծում են, այս ամենին էլ գումարվում է եղանակային 4 սեզոնն ու Երևանի դիրքը, որտեղ տարվա այս սեզոնին, այսպես ասած, օդը կանգնում է, փոշու ու ծխի ցրվելու հնարավորությունը նվազում։ Հետևաբար այս բոլոր թունավոր տարրերը կուտակվում են օդում ու մնում։ Բնապահպան Սիլվա Ադամյանն ընդունում է, այս բոլոր խնդիրները կան։ Ինքը նաև գլոբալ տաքացման բերած վտանգներն է նշում, բայց պնդում է, աշխարհում շատ երկրներ կտրուկ քայլերի են դիմում, որ մարդիկ կեղտոտ օդ չշնչեն։ Այնինչ արվում է Երևանում ու Հայաստանում, բնապահպանին չի գոհացնում։ Մարմինները իրենց տեղում չեն, կառավարման հետ է սա կապված։ Եվ սա ստանում է վիճակը, ինչպես տեսակ միջազգային կայքերում ներկայացվեց խնդիրը Երևան քաղաքի օդի, այնպիսի թվեր էր այնտեղ դրած, որ ամբողջ հանրությունը, նույնիսկ պետական ատյանները դրան անդրադարձան եւ ասեցին, որ վիճակը շատ վատ է, պետք է նույնիսկ ուրեմն դիմակներ հագնել։ Երևանի քաղաքապետարանն օդի որակին հետևում է քաղաքի 177 շինհրապարակներում տեղադրված սարքերով։ Այդ on-line քարտեզում այսօր կանաչ կետ չկար, հակառակը հիմնականում մանուշակագույն ու կարմիր շրջանակներով է քարտեզը պատված։ Այսինքն հատկապես
հատկապես խոցելի խմբերի համար։ Օդի որակը համարվում է անառողջ եւ շատ անառողջ։ Բնապահպան Սիլվա Ադամյանը կարծում է, քաղաքապետ Ավինյանի նշած նոր այգիներն ու տնկած ծառերը կամ որակյալ չեն, կամ տեսակները սխալ են ընտրված, կամ էլ դեռ այնքան չեն փարթամացել, որ օդը մաքրեն։ Ծառահատումները սաստկացել են Երևան քաղաքում։ Մայթերի վրա այդ ծառ չի մնացել, որ անթույլատրելի է, այն տեսակները ծառերի, որոնք հատուկ են Երևան քաղաքի համար, որոնք պաշտպանիչ հատկություն ունեն, մեծ հասուն ծառերը դրանց ձեռ տալ, եթե դրանք հիվանդ չեն։ Այսինքն հիվանդների մասին ենք խոսում, բայց այդ հիվանդ ծառերը կասում ենք դե երևի մի 10%-ը, ոչ ավել։ Այսպիսի բողոքներին Ավինյանը տեսաուղերձով էր պատասխանել, ասում է բողոքողները չեն նշում, որ 2020-ից 22 թվականներին Երևանում կանաչ տարածքներն ավելացել են 44 հեկտարով։ Մայթեզրի ծառերն էլ պնդում է չեն հատվել, այլ փոխարինվել են նորերով։ Շեշտը դրվում է միայն մեր մայթերի ծառերի փոխարինման փոքրածավալ ծրագրի վրա, այն դեպքում, երբ 3 տարվա ընթացքում մենք փոխարինել ենք ընդամենը 4300 ծառ, որոնք հիմնականում եղել են չոր, վնասված կամ տապալման վտանգ ունեցող։ Օդի որակը երկրում չափող պետական միակ կառույցը հիդրոօթերևութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնը մարզերում չունի կայաններ։ Երևանում էլ ըստ անցած տարի հնչած խոստման պետք է այս տարի արդեն փոշու ամենավտանգավոր մաններ հատիկները չափեր կենտրոնը։ Բայց այսօր ասացին սարքերը նոր են ստացել։ Առայժմ միայն կենտրոնում ու Քանաքեռ Զեյթուն վարչական շրջաններում են գործարկելու, բայց 26 թվականին։ Ուզբեկստանում էլ նույն վիճակն է, այնտեղ գործի են դրվել ջրցան մեքենաները, օդում մանր փոշու հատիկները չեզոքացնելու համար։ Տաշկենտում օրինակ 96 շինհրապարակ է ստուգվել, դրանցից 15-ի աշխատանքը դադարեցվել է, որովհետև աղտոտել են մթնոլորտը։ Այստեղ օդի որակն անգամ դրոններով են ստուգում։ Տիգրան Ավինյանի նախընտրական առանցքային խոստումներից մեկը կարծես տեղից չի շարժվում Աջափնյակի մետրոյի որևէ ռելս դեռ չի դրվել, ավելին նախատեսված գումարն այլ նպատակի է ծառայում։ Այս իշխանությունների գլխավոր խոստումներից մեկը մետրոյի Աջափնյակի կայարանի կառուցումը ոչ միայն չի սկսվում, այլև կառավարությունը հետ է վերցնում այդ նպատակի համար քաղաքապետարանին հատկացված միջոցները այլ ծախսեր փակելու համար։ Գործադիրը վերջին նիստում որոշեց մետրոյի կայարանի կառուցման համար նախատեսված բյուջեից մոտ $300,000 ուղղել սահմանամերձ բնակավայրերում ապրողների կոմունալ վճարների մասնակի փոխհատուցմանը։ Օգոստոսին էլ կառավարությունը որոշել էր կայարանի կառուցման համար նախատեսված բյուջեից մոտ $9 միլիոն էլ հատկացնել բնակարանների եւ սեփական տների էներգոարդյունավետ վերանորոգման պետական աջակցության ծրագրին։ Մեկ ամիս անց էլ որոշեցին այդ միջոցներից եւս մոտ $6 միլիոն տրամադրել մայրաքաղաքի շենքերի վերելակները փոխարինելուն ու տրոլեյբուսներ գնելուն։ Այս տարվա պետական բյուջեով Աջափնյակի կայարանի կառուցման համար ի սկզբանե $25 միլիոն էին նախատեսել։ Տարվա երկրորդ կեսից միմյանց հաջորդեցին վերաբաշխումների որոշումները։ 2026-ին կայարանի կառուցման համար շատ ավելի քիչ միջոցներ են նախատեսել՝ $5.2 միլիոն։ Ֆինանսավորման այս ծավալը բավարար չէ նույնիսկ շինարարության 5%-ն իրականացնելու համար։ Հենց քաղաքապետարանի տվյալներով կայարանի կառուցման համար մոտ $250 միլիոն կպահանջվի։ Կայարանի կառուցման համար նախատեսված միջոցներն այլ ծրագրերի օգտին վերաբաշխումը գործադիրն այսպես է հիմնավորում։ Նախագծի համալիր փորձաքննությունը ստացել են մի քանի ամիս առաջ։ Հաջորդ փուլին անցնելու համար այն դեռ պետք է վերջնականապես հաստատվի։ Հետևաբար ամբողջ գումարի օգտագործումն այս տարի իրատեսական չէ։ Բայց իշխանությունների խոստումների համաձայն շինարարությունը վաղուց պետք է սկսված լիներ։ 3 տարի առաջ անձամբ վարչապետներ հայտարարում 2024-ին կսկսվի։ 2024 թվականին պետք է սկսենք շինարարությունը Աջափնյակ կայարանի եւ շատ կարևոր է սա։ 2024-ն անցավ, 25-ի ավարտին մի քանի շաբաթ է մնացել։ Հրազդանի կիրճի այդ հատվածում առայժմ որևէ տեխնիկա չի աշխատում։ Անցնող տարիներին քաղաքապետ Տիգրան Ավինյանը հաճախ է լավատեսական հայտարարություններ արել եւ հիմա էլ բյուջետային վերաբաշխումներին զուգահեռ շարունակում է վստահեցնել։ Կլինի։ Ես անհոգնել եւ վստահ ձեզ ասում եմ, Երևան քաղաքում Աջափնյակ մետրոյի կայարանը կառուցվելու է, որովհետեւ մեզ ընդամենը մնացել է գրագետ կազմակերպել արդեն
շինարարության մրցույթը եւ համապատասխան ֆինանսավորումը հատկացնել եւ արդեն տեխնիկական հսկողության մրցույթը իրականացնել։ Տիգրան Ավինյանի ելույթներում տոնայնությունը չի փոխվում։ 2024-ի հունվարին ու այս տարվա սեպտեմբերին կառավարության նիստերի նրա բառերը տեղ-տեղ նույնիսկ ուղիղ են համընկնում։ Անկամ կադրն է նույնը, աչքի ընկնող մեծ փոփոխությունը նրա կողքին է։ Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Ռոմանոս Պետրոսյանի զբաղեցրած աթոռն է ազատ։ Ահա վարչապետ, մենք ունենք արդեն նախագիծը ամբողջական Աջափնյակ մետրոյի կայարանի, այս պայդրության փորձաքննությունների փուլում է։ Ահա վարչապետ, մենք բոլոր փորձաքննությունները շատ երկար տևած, պարզ փորձաքննությունը, մեր համալիր փորձաքննությունը, բոլոր փորձաքննություններով անցած Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծն ունենք։ Քաղաքապետի հերթական խոստումը հենց այս սեպտեմբերին հնչեց։ Հաջորդ տարի կսկսեն։ Կարող եմ ասել, որ 2026 թվականին մենք կարող ենք սկսել աշխատանքները Աջափնյակ մետրոյի կայարանում։ Քաղաքային իշխանությունների ամենաթունդ քննադատներից Մեսրոպ Մանուկյանը մինչդեռ պնդում է, առաջիկայում շինարարության մեկնարկին սպասել պետք չէ։ Երևանի Ավագանու ընդդիմադիր Մայր Հայաստան խմբակցության անդամը քաղաքապետարանի միջնաժամկետ ծախսերի ծրագրում կայարանի կառուցման մասին որևէ տող չի գտել։ Երևան քաղաքի միջնաժամկետ, այսինքն 26-ից 28 թվականի ծախսերը, որոնք որ հաստատել է Երևան քաղաքի ավականին, հստակ փաստում եմ, այդ ծախսերի մեջ մետրոյի կառուցում չի եղել։ Այսինքն հետևաբար այն պնդումը, որ իրանք պլանավորում են մետրո կառուցել, դա սուտ է, չկա։ Իրականում դա չկա, եւ ես ասում եմ, դա հիմք ընդունելով Երևան քաղաքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը։ Հաշվի առնելով անհրաժեշտ ներդրումների ծավալը Մանուկյանն ընդգծում է, այն արդյունավետ կլինի, եթե ոչ թե մեկ կայարան կառուցվի Թումանյանի այգու մոտակայքում, այլ գիծը հասնի մինչ Հալաբյան Մարգարյան խաչմերուկ, հանրապետական հիվանդանոցին հարակից տարածք։ Եթե ասեմ, որ իրենք չէին ուզենա մետրոն կառուցել եւ PR-վել, սուտ կլիներ։ Իհարկե իրանք կուզենան մետրոն կառուցել, էդի PR սարքեն ու եւս 10 տարի թմկարեն, էլի, բայց այս մարդկանց մոտ կառավարման խորը ճգնաժամ կա, այսինքն մարդը կոմպետենտ չի այդ պաշտոնին եւ նա աշխատում է։ Այս պարագայում ավելի լուրջ խնդիրը իրանց պարագայում հենց սա է, կարծում եմ։ Ավագանու ընդդիմադիր անդամի տեղեկություններով տարածքում նաև մասնավոր սեփականություն կա, այսինքն դեռ պետք է փոխհատուցման հարցը լուծել։ Այն, որ շինարարության տարածքը հանրային գերակաշաղ ճանաչելու խնդիր կա, փաստում են նաև պաշտոնական փաստաթղթերը։ Ընկերների ու ընտանիքի 2 օր որոնումներից հետո Ադրբեջանի իրավապահներն ի վերջո հայտնել են, որ ընդդիմադիր ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում է։ Կուսակիցները պատմել են, որ ոստիկանները թակել են Քերիմլիի դուռը հարևանի անունը տվել ու ներխուժել գրասեղանի դարակում դրել կեղծ նամակ գործը կարելու համար։ Քերիմլիի դեմ հարուցվել է նոր գործ իշխանության բռնազավթման ուղղված գործողությունների համար։ Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Թեհրանն ու Անկարան պայմանավորվել են նոր համատեղ երկաթգիծ կառուցել, որը կծառայի որպես Ասիայի եւ Եվրոպայի միջև ռազմավարական դարպաս։ Նախատեսվող երթուղին, որ ձգվելու է դեպի Թուրքիայի Արալիկ սահմանային շրջան, կունենա մոտ 200 կիլոմետր երկարություն, շինարարությունը կտևի 3-ից 4 տարի։ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ամերիկյան պլանը դեռ քննարկվում է, կային կանխատեսումներ, որ գոհաբանության օրը այն կարող է անգամ ստորագրվել, բայց տոնն անցավ, կողմերն առայժմ միայն չափավոր առաջընթացի մասին են ակնարկում, հույս հայտնելով, որ մինչև Սուրբ Ծնունդ շոշափելի արդյունք կգրանցվի։ Ուկրաինական եւ ամերիկյան պատվիրակությունները Ֆլորիդայում մոտ 5 ժամ բանակցել են խաղաղության ամերիկյան ծրագրի շուրջ, որն անցած շաբաթ փոփոխվել էր Ժնևի հանդիպմանը։ ԱՄՆ պետքարտուղարը բանակցությունները շատ արդյունավետ է որակել, նշելով, որ Վաշինգտոնի նպատակն է ոչ միայն վերջ դնել պատերազմին, այլև օգնել Ուկրաինային, որ մշտապես անվտանգ լինի ու բարգավաճի։ Մարկո Ռուբիոն այդուհանդերձ շեշտել է, դեռ շատ աշխատանք կա անելու, քանզի սա մեջբերում եմ նուրբ եւ բարդ հարց է բազմաթիվ բաղադրիչներով։ Այնպես որ դեռ շատ աշխատանք կա անելու, բայց այսօր շատ արդյունավետ եւ օգտակար հանդիպում էր, որի ժամանակ կարծում եմ լրացուցիչ առաջընթաց է գրանցվել, եւ մենք շարունակում ենք իրատես լինել, թե որքան դժվար հարց է սա, բայց նաեւ լավատես ենք, հաշվի առնելով, որ առաջընթաց ենք գրանցել։ Ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովն իր հերթին բանակցություններն արդյունավետ եւ հաջողված է որակել, նշելով, որ քննարկել են Ուկրաինայի ապագային վերաբերող բոլոր կարևոր հարցերը։ Մենք արդեն հաջող հանդիպում էինք ունեցել Ժնևում եւ այսօր շարունակեցինք նույն հաջողությամբ, այնպես որ այս հանդիպումը արդյունավետ էր եւ հաջողված։
later stages, hopefully, we will keep you updated. Ամերիկյան Axios-ը ուկրաինացի անանուն պաշտոնյաներին հղումով հայտնում է, որ գլխավոր հարցը եղել է այն, թե որտեղով է անցնելու Ռուսաստանի հետ սահմանը խաղաղություն հաստատելուց հետո։ Լրատվամիջոցը նշում է, Պուտինը հասկացրել է, որ չի դադարեցնի մարտերը մինչև ամբողջությամբ չգրավի Դոնբասը, եւ հիմա ԱՄՆ-ն ցանկանում է հասնել նրան, որ Ուկրաինան հանձնի այդ տարածքները։ Սակայն դա ցավոտ եւ քաղաքականապես պայթյունավտանգ զիջում կլինի Ուկրաինայի կողմից, ասել է աղբյուրը։ Հանդիպումը հագեցած էր, բայց ոչ բացասական։ Մեր դիրքորոշումն այն է, որ պետք է անենք հնարավոր ամեն ինչ օգնելու Միացյալ Նահանգներին հաջողության հասնել, միաժամանակ չկորցնելով մեր երկիրը եւ կանխելով հետագա ագրեսիան։ CNN-ը նշում է, որ բանակցությունները եղել են դժվար, բայց շատ կառուցողական եւ շատ առարկայական։ Մանրամասն քննարկվել են ամենախնդրահարույց հարցերը, այդ թվում սցենար, ըստ որի Ուկրաինային չեն արգելի միանալ ՆԱՏՕ-ին։ Այդ հարցը կբանակցեն անդամ պետություններն ու Մոսկվան։ Ֆրանս պրեսն էլ գրում է, որ բանակցությունները դժվար են եղել, քանզի կողմերը դեռ չեն համաձայնում լուծումների եւ ձևակերպումների հարցում։ Ըստ գործակալության աղբյուրի, ԱՄՆ-ն շատ է ցանկանում համաձայնության հասնել վիճելի կետերի շուրջ, որպեսզի Մոսկվայի հետ խոսելու բան ունենա։ Wall Street Journal-ը ԱՄՆ վարչակազմում իր աղբյուրի հղումով հայտնում է, որ քննարկվել է նաև տարածքների փոխանակման եւ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու հարցը։ Ըստ թերթի հաջորդ շաբաթ կրկին Կիև կայցելի Թրամփի հատուկ դեսպանոր Դեն Դրիսկոլը։ ԱՄՆ նախագահն իր հերթին հայտարարել է բանակցություններում առաջընթացի մասին, նշելով, որ գործարկնքելու լավ հնարավորություն կա։ Այո, խոսել եմ նրանց հետ, ամեն ինչ լավ է։ Ուկրաինան որոշ փոքր խնդիրներ ունի, բայց կարծում եմ Ռուսաստանը կցանկանար, որ պատերազմն ավարտվի։ Գիտեմ, որ Ուկրաինան կցանկանար, որ պատերազմն ավարտվի։ Թրամփը պարզաբանել է, որ խնդիրներ ասելով նկատի ունի Ուկրաինայի էներգետիկ ոլորտի կոռուպցիոն սկանդալը, որը չի նպաստում պատերազմը դադարեցնելուն, բայց կարծում եմ համաձայնության հասնելու լավ հնարավորություն կա, նշել է նա։ Ուկրաինայի նախագահը, որն այսօր Փարիզում հանդիպել է նախագահ Մակրոնի հետ քննարկելու արդար եւ տևական խաղաղության համար անհրաժեշտ պայմանները, հայտնել է, որ Ֆլորիդայի հանդիպումը կառուցողական է եղել։ Չլուծված հարցեր այդուհանդերձ կան։ Կան մի քանի դժվար հարցեր, որոնք դեռ պետք է լուծվեն, սոցցանցում գրել է նա։ Մակրոնի հետ հանդիպումից հետո էլ Զելենսկին հայտնել է, որ քննարկմանը կենտրոնացել են հրադադարի շուրջ բանակցությունների ու անվտանգության երաշխիքների վրա։ Այս ֆոնին նախատեսվում է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը նախագահ Պուտինի հետ։ Ըստ արևմտյան լրատվամիջոցների Ուիթքոֆը Մոսկվա կժամանի այսօր։ Կրեմլի խոսնակը հայտնել է, որ հանդիպումը նախատեսված է վաղը օրվա երկրորդ կեսին։ Մինչ այդ ԵՄ արտգործնախարարը Դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարների հետ հանդիպումից առաջ հայտարարել է, որ Ռուսաստանը խաղաղություն չի ուզում, ուստի պետք է Ուկրաինային հնարավորինս ուժեղացնել, որ կարողանա ինքնապաշտպանվել։ It could be a pivotal week for diplomacy. Սա կարող է վճռորոշ շաբաթ լինել դիվանագիտության համար, ասել է Կայա Կալասը։ Այս զարգացումներին զուգահեռ ռուսական զինուժն այսօր հրթիռակոծել է Դնեպրը, սպանվել է 4, վիրավորվել 40 մարդ, որից 11-ի վիճակը ծանր է։ Moment побачили просто полум'я, вибух. Հարվածի պահին բոլորն ընկան գետնին, բայց փառք Աստծո մեր բոլոր աշխատակիցները ողջ եւ առողջ են։ Դա ամենակարևորն է։ Наверх. Побачив, що там хлопець все з ним добре. Ես արագ եկա այստեղ եւ սկսեցի օգնել, բարձրացա տանիք, այն շատ է վնասվել։ Այնտեղ շատ բեկորներ կան, նույնիսկ հրթիռների մնացորդներ, մի քանի փոքր կտորներ կան։ Վրաստանի իշխող կուսակցությունը դատական գործընթաց է սկսել BBC-ի դեմ կեղծ լուրեր տարածելու մեղադրանքով։ Լրատվամիջոցը նախօրեին հրապարակել էր հետաքննություն, ըստ որի Վրաստանի իշխանությունները գուցե անցյալ տարի Թբիլիսիում ընդդիմության ցույցերը ճնշելու ժամանակ առաջին համաշխարհային պատերազմի տարիներից հայտնի քիմիական զենք են օգտագործել։ Հռոմի Պապը Թուրքիայից ժամանել է Լիբանան, երբ երկիրն անորոշության ու երկարամյա ճգնաժամի մեջ է։ Երեկ էլ կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդն այցելել էր Ստամբուլի հայ առաքելական եկեղեցի եւ աղոթել։ Thank you. Այսքանը օրվա մյուս լուրերի համար բաժանորդագրվեք Ազատության էջերին սոցիալական ցանցերում, կհանդիպենք։